Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Տայիպ Էրդողանը դուրս են գալիս Բենյամին Նեթանյահուի դեմ, դուրս են գալիս Իսրայելի դեմ, հարգելի հեռուստադիտողներ, եկել է այն պահը, երբ որ մենք ուղիղ եթերում կարող ենք հետևել նրան, թե ինչպես գործընթացները Մերձավոր Արևելքում ուղիղ շահկապված են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Երկար տարիներ, տասնամյակներ Իսրայելը ելնելով ռեալ պոլիտիկի կանոններից շատ լավ իմանալով թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայերի հետ, շատ լավ իմանալով որ ցեղասպանությունը տեղի ունեցել, իրենք ժխտում էին պատմական արդարությունը, չէին ընդունում այն, որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել, թեպետ օրինակ նույն Բենյամին Նեթանյահուն 2025 թվականին օրինակ հայտարարել, որ ինքը անձամբ որպես մարդ, այո, ճանաչում է 15 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, բայց պետության մակարդակով, պետության մասշտաբով այս ամեն ինչի վերաբերյալ որևիցե գնահատական, որևիցե օրինագիր չի եղել, բայց ահա եկել է մի պահ 26 թվականին, երբ որ հրեա մեր հարգարժան գործընկերները որոշել են ճանաչել ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը, առայժմ կառավարության մակարդակով է ճանաչումը տեղի ունեցել, Անինյան մանրամասն ներկայացրեց, թե գործընթացը ինչ տրամաբանությամբ կարող է զարգանալ, Քնեսեթ պետք է մտնի այդ օրինագիծը, բայց իրենք էլ գնում են արձակուրդի, այնտեղ ընտրություններ են եւ այլն, եւ այդպես շարունակ մի շարք գործընթացներ կարող են տեղի ունենալ, ավելին երկար տարիներ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 1 խոչընդոտը շատերի ընկալմամբ ոչ այնքան Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերություններն, այլ ադրբեջաններ, ադրբեջանական լոբին, օրինակ Ավիգդոր Լիբերմանը ձեզ ամենատենց վառ օրինակներից մեկը ադրբեջանական լոբի Իսրայելում իրենք խոչընդոտում էին այն, որ հայոց ցեղասպանությունը Իսրայելում ընդունում էր, թեպետ մի շարք սոցիոլոգիական հարցումներ տարիներ շարունակ ցույց են տալիս, որ հրեաները շատ լավ էլ հասկանում էին, թե ինչ է տեղի ունեցել 15 թվականին, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, իրենք են որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ապրումակցում ունեին հայերի նկատմամբ, բայց մի բան է հասարակական կարծիքը, մեկ այլ բան է այն, թե ինչ է անում կառավարությունը, բայց ահա եկել է մի պահ, երբ որ կառավարությունը որոշել է, որ ինքը կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց դա այն նույն կառավարությունը, որը օրինակ 2020 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ լիակատար աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ավելին, եթե չլիներ իսրայելական զենքը, եթե չլինեին իրանց հետախուզական տվյալները, ամբողջական աջակցությունը, բարդ է ասել, թե ինչով կավարտվեր 44-օրյա պատերազմը, բարդ է ասել կկարողանար Ադրբեջանը հաղթել Արցախի պաշտպանության բանակին, բայց այն ժամանակ Իսրայելին ինչի համար էր անհրաժեշտ աջակցել Ադրբեջանին, շատ բարդ, որպեսզի Ադրբեջանը կարողանար օկուպացնել հայկական Արցախի տարածքը, հայկական Արցախի տարածքից էլ իրենք հետագայում հարձակում իրականացնեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու այստեղ մենք գալիս ենք մեր օրերին, մենք գալիս ենք երևի ամենակարևոր զարգացումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, տեսեք, քաղաքականությունը եւ աշխարհաքաղաքականությունը, բացի այն տեսանելի երևույթներից, որը շատերի համար ակներև է, ակնհայտ, օրինակ, չգիտեմ, քաղաքական առաջնորդների, քաղաքական թիմերի պայքար, ինքը նաեւ պրոյեկտների, ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական պրոյեկտների պայքար է։ Օրինակ Հայաստանի մասով ակնհայտ է, որ կա աշխարհաքաղաքական պրոյեկտ Ռուսաստանին դուրս բերել մեր տարածաշրջանից, թե նախորդ իշխանություններն էին դա անում, թե ներկայիս իշխանություններն էին անում, ուղղակի կա դերաբաշխում, մի մասը իրականացրել է նախորդ իշխանությունը, այս իշխանությունը շարունակում է իր մասով։ Իրանի մասով Իսրայելը ուներ շատ պարզ տրամաբանական ծրագիր։ Իրենք փորձել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծել, այսպես ասած, լարվածության գոտիներ եւ հետագայում ճիշտ պահին պատերազմական գործողությունների ժամանակ այդ լարվածության գոտին պետք է իր ազդեցություն ունենար շատ ավելի պարզ ասենք վերջին պատերազմական գործողությունների ժամանակ, որը սանձազերծեց Իսրայելը ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, անհրաժեշտ էր, որ Ադրբեջանը օրինակ հարցակվի Իրանի Իսլամական Հանրապետության վրա եւ հիշում եք, չէ՞, սկզբնական փուլում նման գործընթացներ կարծես թե սկսել էին ինչ որ անհասկանալի անօթաչու թռչող սարքեր հայտնվեցին Նախիջևանում, Նախիջևանի օդանավակայանում Իլհամ Ալիևը դուրս եկավ եւ սկսեց Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ խոսել, այնպես կարծես թե ինքը խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հետագայում լարվածությունը կարծես թե մարեց եւ Ադրբեջանը չներգրավեց պատերազմական գործողությունների մեջ, բայց ինչն է այստեղ շատ կարեւոր։ Տեսեք, կար քաղաքական եւ աշխարհաքաղաքական պրոյեկտ,
պատերազմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, պատերազմ, որի արդյունքում Իրանում պետք է իշխանափոխություն տեղի ունենար, տեղի Նիկոլ Փաշինյանները իդեմս Մասուդ Փեզեշքյանի պետք է գային իշխանության, բայց այդ պրոյեկտը տապալվեց։ Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի անկալմամբ, Դոնալդ Թրամփի անկալմամբ Թուրքիան կարող է զբաղեցնել Իսրայելի դերը, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի սպասարկող, թիվ 1 սպասարկողը մերձավոր արևելքում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Դոնալդ Թրամփը մի քանի օր անց ինքը մեկնելու է Թուրքիա մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին, բայց վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիային, անդրադարձել է Ռեջեփ Տայիպ Էրդողանին, անդրադարձել է թուրքական բանակին եւ ի թիվս այլնի նա նշել է հետեւյալը. չի բացառել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են վերադարձնել Թուրքիային F-35-երի ծրագրի մեջ։ Այդ կործանիչները իրենք կարող են առնվազն օդում ռազմաքաղաքական բալանսը մերձավոր արևելքում փոխել հօգուտ Թուրքիայի։ Այստեղ է, որ Իսրայելը տեսնում է իր համար էկզիստենցիալ խնդիր։ Այստեղ է, որ Իսրայելի մեր հարգարժան գործընկերներին անհրաժեշտ է հայկական գործոնը, անհրաժեշտ է հայկական գործոնի աջակցությունը։ Իսրայելում շատ լավ հասկանում են, որ իրենք Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու հարցում կարող են, եթե մեկտեղեն իրենց ջանքերը հունական եւ հայկական լոբբիի հետ, կարող են հասնել նրան, որ Թուրքիան մի շարք խնդիրներ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ավելի կոնկրետ ասենք, հարգելի հեռուստադիտողներ, 1990-ական թվականներից սկսած Ադրբեջանն միակ պետությունն էր, որը չէր օգտվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ուղիղ ռազմական աջակցությունից։ Պատճառը որն էր։ Ազատության ակտի 907-րդ ուղումը, որը ընդունվել էր 90-ականներին հայկական լոբբի ակտիվ ջանքերի շնորհիվ, սրանով է պայմանավորված, որ ավելի քան 30 տարի Ադրբեջանը աջակցություն ռազմական Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղիղ չէր ստանում։ Վերջնանպատակը Իսրայելի հենց դա է հասնել մի այնպիսի կոնֆիգուրացիայի, որ օգտվելով նաև հայկական գործոնից թույլ չտան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի մերձեցումը։ Տեսեք, կյանքը եւ աշխարհակահաղական գործընթացները իրենք այս տեսակ հետաքրքիր զարգացումներ են։ Մի կողմից ժամանակին Իսրայելը արեց ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը գրավի Արցախի հանրապետությունը, բայց հիմա Իսրայելը ինքը հետաքրքրված է նրանով, որ հայկական գործոնը փորձի օգտագործել ի նպաստ իրեն։ Ու տրամաբանությունը հուշում է, որ իրենք ի նպաստ Հայաստանի, ի նպաստ հայկական գործոնի, հայկական սփյուռքի որոշակի գործողություններ են անում եւ հնարավոր է, որ ցեղասպանության ճանաչման այս քայլը լինի առաջինը քայլերի մի մեծ շղթայում։ Այլ հարց է, որ ներկայիս Հայաստանի համար, Նիկոլ Փաշինյանի Հայաստանի համար, մի Հայաստանի, որը ընտրել է ուղի դեպի թուրքական աշխարհ, սա ընդհանրապես ընդունելի տարբերակ չէ, ընդունելի մոտեցում չէ։ Դրա համար ի հայտ է գալիս Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարում է, որ մենք դեմ ենք ցեղասպանության հարցի զենքայնացմանը։ Լավ, իսկապես ով է այս տեքստերը գրում, ով է այս մարդկանց համար այս տեքստերը գրում, իրական Հայաստան զենքայնացում, տեղայնացում քաղաքը, ով է այս տեքստերի հեղինակը, ինչու են իրենք ընդհանրապես մեր վրա այս էքսպերիմենտները իրականացնում, ամփոփելով պետք է արձանագրենք հետեւյալը։ Այլ հավասար պայմաններում միգուցե սա հնարավորությունների պատուհան լիներ։ Հնարավորությունների պատուհան լիներ հայկական պետության համար տարանջատել Իսրայելը եւ Ադրբեջանը, վերջնարդյունքում նաեւ տարանջատել Ադրբեջանը եւ Թուրքիան։ Բայց քանի դեռ մենք ունենք իշխանություն, որի ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որը շարունակում է իրականացնել մի աշխարհակահաղական գործընթաց, որի թիվ 1 նպատակն է Ռուսաստանը տարածաշրջանից հանել, Հայաստանի շահերով ոչ ոք հետաքրքրված չի լինելու։ Բայց նշենք հետեւյալը, այլ հավասար պայմաններում սա կարող էր հայկական գործոնի համար լինել հնարավորությունների պատուհան, մտածեք այդ մասին։